Առանց նրանց աշխատանքի պետությունների միջև մշակութային կապն ու համագործակցությունը չէր ստացվի։ Թարգմանիչները նշում են մասնագիտական տոնը, այս առիթով Մատենադարանում պանելային քննարկում է մեկնարկել։ Կադրում մարդիկ են, որոնց վստահաբար արտաքին տեսքով շատերը չեն ճանաչի, բայց նրանց արտահայտած մեկ բառն էլ բավարար է հասկանալու, որ այո, նրանց ձայնը շատ ծանոթ է։ Թարգմանիչներն են, կադրում նրանց չեք տեսնում, բայց կադրից դուրս ահռելի աշխատանք են կատարում։ Պատկերացրեք, երբ գնաք այսօր տուն, կամ վաղը, կամ ցանկացած պահի, երբ կհայտնվեք լուրերի հաղորդման առջև, փորձեք հաղորդավարի հետևից նույն տեմպով ասածը կրկնել։ Եվ տեսեք, թե քանի րոպե կդիմանաք այդ տեմպին, երբ դուք ընդհանրապես մեխանիկորեն կրկնում եք ձեր մայրենի լեզվով ասվող նյութը։ Հիմա պատկերացրեք, որ մենք նույն բանը անում ենք, նույն տեմպով, բայց այլ լեզվով։ Եվ պատկերացրեք, որ ամեն օր այդ նույն գործողությունը անում ենք տարբեր մասնագիտական միջավայրերում։ Երկու բան կա։ Առաջինը պետք է հավատարիմ մնաս քեզ ու քո սկզբունքներին, երկրորդը պետք է հիշես, որ թարգմանությունը արվեստ է, արհեստ չի։ Այսինքն դու պետք է կարողանաս թարգմանել այնպես, որպեսզի ոչ թե պարզապես փոխանցես բառեր, այլ փոխանցես միտք, որպեսզի այն մարդը, ով նստած է դիմացը, չտառապի քո բառակույտից միտք հանելու վրա։ Պանելային քննարկմանը մասնակցում են Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, Հայաստանում ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը, Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանը և Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ թարգմանիչներ Արտաշես Էմինը և Լիլիթ Սիմոնյանը։ Թարգմանիչների հետ շարունակաբար աշխատելու արդյունքում իմ հանրային ելույթներն էականորեն բարելավվել են։ Հասկացել եմ, որ իմ արտահայտվելու ձևը չպետք է գլխացավանք դառնա թարգմանչի համար։ Թարգմանչի աշխատանքը պետք է հեշտացվի, որպեսզի նա կարողանա հնարավորինս ճիշտ փոխանցել իմ միտքը, իսկ իմ մտքի բովանդակությունն այնքան կարևոր է, որ ես իսկապես ուզում եմ, որ թարգմանիչը ճշգրիտ փոխանցի այն։ Հասկացաք, չէ՞։ Ոլորտի մի շարք կարևոր հարցերից մինչև առկա մարտահրավերներ պանելային քննարկման ընթացքում անդրադարձ կատարվեց նաև արհեստական բանականությանը։ Հայ պրոֆեսիոնալներն այս առումով դեռևս խնդիրներ չեն տեսնում։ Սահմանադրական դատարանի դատավոր Դավիթ Խաչատուրյանն ավելի քան 6 տարի զբաղվել է թարգմանչական ծառայություններով։ Թարգմանչի նկատմամբ վստահությունը վճռորոշ նշանակություն ունի, ասում է Խաչատուրյանը։ Կարևոր է թարգմանչի ոչ միայն մասնագիտական պատրաստվածությունը, թարգմանչի որպես ոչ թե ասենք ոլորտային, նաև իր կարողությունը փոխանցել նյութը հենց այնպես, ինչպես ասվել է, առանց փորձի որևէ կերպ, ասենք, անորոշությունները հստակեցնելու սեփական խոսույթով, սեփական ասելիքով։ Թեև պատասխանատվությունն այս աշխատանքում շատ բարձր է, բայց Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիայի անդամ Համընթաց թարգմանիչ Աննա Պողոսյանը կարևորում է ճիշտ ժամանակին քայլ կատարելը։ Խոսելով դժվարությունների մասին, պիտի ասեմ, ամենակարևորը մասնագիտության մեջ խոնարհությունն է, անդադար անընդմեջ աշխատանքը, ինքդ քեզ գերազանցելու, կատարելագործելու, երբեք հետ չմնալու, բառապաշարը հարստացնելու։ Անշուշտ ոչ պակաս կարևոր է նաև միջանձնային ճիշտ հարաբերությունների կառուցումը, էթիկական նորմերին համապատասխանության ապահովում։ Այնքան բարդ է թարգմանչական գործը, որ խոչընդոտներ շատ չկան, շատ հազվադեպ մարդիկ են երբեմն այդ էներգիան հավաքում համընթաց ոլորտում թարգմանիչ դառնալ, այսինքն համընթաց թարգմանիչ դառնալ։ Համընթաց թարգմանիչների հայկական ասոցիացիան կազմված է 24 անդամից և գործում է նաև որպես արհմիություն, պաշտպանելով թարգմանիչների շահերը։ Թարգմանության գործի վարպետները լավ գիտեն, երբ արտահայտել էմոցիաները, երբ կառավարել այն և ի վերջո ճիշտ կողմնորոշվել ցանկացած իրադրությունում։ Հասմիկ Վահրադյան, Բեն Անտոնյան, Արմալուր։